Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մենք աշխատում ենք ուղիղ եթերում, դուք միացել եք բնականաբար ARTN հեռուստաընկերությանը, գիտեք ամեն երկուշաբթի ծուրփատ առավոտյան ժամը 10-ից 11-ը մենք հայտնվում ենք ուղիղ եթերում, մեր շատ սիրելի հեռուստադիտողներին ներկայացնելու ամենատարբեր նորությունները, հետաքրքիր զրույցներ ծավալելու, հյուրեր հյուրընկալելու մեր տաղավարում։ Մի խոսքով այսօր մեզ համար շատ գեղեցիկ ու հաճելի տոնական տրամադրություն է, որովհետև մեր տաղավարը լցվել է ու լցվելու է նաև մեր շատ սիրելի գործընկերների ներկայությամբ այն մարդկանց, ովքեր աշխատում են այս կառույցում, ARTN-ում, ինչու եք անջատում լույսերը, չեմ հասկանում, ինչ է հովարային անջատում։ To you, happy birthday, dear Robert, happy birthday to you. Այսօր մեր շատ սիրելի պարոն Ռոբերտ Օղլախչյանի ծննդյան տարեդարձն է։ Բարի տարեդարձ, պարոն Ռոբերտ, շնորհավոր։ Շնորհակալություն։ Սերոն շատ է վառվել։ Շնորհակալություն եմ աջան։ Շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալություն Արնոջան։ Մաղթում ամենալավը։ Շնորհակալություն։ Այսօր մեզ մոտ տոն է, այո, այսօր մեզ մոտ տոն է տաղավարում, այսօր հետաքրքիր ու գեղեցիկ իրարանցում էր առավոտյան ծրագրի շրջանակներում։ Առավոտը, որ սկսվում է, բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, այո, մենք բնականաբար շտապում ենք եթերի, ուղիղ եթերի, բայց այսօր հատուկ առավոտ է ու գեղեցիկ առավոտ է մեր բոլորի համար, մեր հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն պարոն Ռոբերտ Օղլախչյանի ծննդյան տարեդարձն է, բարի 70-ամյակն է։ Շնորհավորում ենք, պարոն Օղլախչյան։ Շատ շնորհակալություն երեխեք։ Իմիջիալոց ասեմ, իշկան գլենդելում մարդ կա, եթե ավտրիկ չեկերի արդոն ենքան բան է Perevol կմնա հաստատ այդ կանո կերան կլկե։ Մենք իդեպ առավոտյան բնականաբար սկսում ենք եսո արտավազդը, պարոն Ռոբերտ, բայց մենք մեր կադրից դուրս աշխատող գործընկերներ ունենք, ովքեր այս ժամի համար նույնպես եթերում են, եթե դեմ չեք իրենց էլ հրավիրենք, տաղավար իրենք էլ գան շնորհավոր են, որովհետև առավոտյան ժամերին Սիրելի գործընկերներ, համեցեք, եկեք, Արուսյակ, Դերենիկ, Լիլիթ Գրիգոր, այո։ Շնորհակալություն։ Այդ բաները Լեննագանում տեքստիլ կոմբինատ կար, որ ասում է 3 մենով էր աշխատում, 25,000 աշխատում, 25,000, Լեննագանի տեքստիլ կոմբինատը սովետական միության երկրորդ մեծ կոմբինատն էր Իվանովոյից հետո, այնտեղ 3 մենով են աշխատում, 8 ժամ, առաջ երդ, երկրորդ երդ, երորդ երդ, միստեղ առաջի սմենի ժողովուրդն է։ Առաջին սմենն է, այո։ Այսքան տոներող եղին մեր երկրորդ, երորդ սմենի ժողովուրդն։ Նորություններն եք հյուր գալու, պարոն Ռոբերտ։ Նորություններն հյուր գալու։ Եթե հրավիրեք կգա, ինչու ոչ։ Մենք մեր եթերում այսօր շատ հետաքրքիր եթեր է սպասում, տարբեր զրույցներ կցավալենք մեր շատ սիրելի գործընկերների հետ միասին, շնորհակալություն որ հետևում եք մեզ, մի խոսքով այսօր տորթել ենք կտրելու ուտելու, մի խոսք Դավիթ երեք պարետը ենք ուրախանալու ենք, բայց ամսի 22-ին էլ կգաք, հա նայեք։ Անպայման։ Մի անգամ չայլոտ Դի չասի։ Մի անգամ հետարքիր դեպք տեղի ունեցավ պատմեմ մասնիկարը, ժողովրդավա երկի մեծ համերգ եմ կազմակերպել բանում, Պասադենասիվի գայթում, 3000 հոգի նստած, դու էր վարում թե ինչ, որ վերջում ես ասեցի Այո, բոլորին հրավիրում եմ։ Չարասի հրավիրում եմ, դու էլ ասեցի շուկ Ասեցին, բանդը լիքը մարդիկ հարցնում են, դե ինչ եք անելու, երկիշներին չանելու, ասի ռեստորաններից մեկը այս երկիշներին հրավիրում է կերուխումի, սա ժորդ 3000 հոգի դազել են, դենտեղ ծերի է կերուխումի, եկել են այդ ռեստորան, Հա, ճիշտ է, նստած ենք դուրը բացվում այդ ռեստորանը, սեղանը գցել է երկիշների մեր համար, արկեստրի բան, 25 հոգու համար Մի մասին ես ասի փողը ես կվճարեմ, մի մասին իրանք նորից վճար Սա գտեն ծրի է, որ 3000 հոգու հայտարարեցի որ մենք գնում ենք երկիշներով բան, սա էլ եկել են դեղ Դե տեսեք ինչ հիշարժան Տեղ մի ասա, տեղ մի ասա Բայց 22-ին է, որ լավ փնտրեք կարող է գտնի Լավ փնտրեք Հա, ասե դերոյտան ասի
Դե ինչ, մենք մեր եթերը շարունակում ենք այսօր հետաքրքիր ու լավ ու ջերմ եթեր է լինելու, համոզված եմ, մենք երկար տարիներ է արդեն աշխատում ենք, մեզանից երկար ավելի տարիներ աշխատողներ կան, ովքեր աշխատում են ձեզ հետ, պարոն Ռոբերտ, ես իմ անունից խոսեմ, 10 տարի եւ ավելին արդեն աշխատում եմ այս հեռուստաընկերությունում։ Այդ կոն եղավ 10 տարի ես 13 երևի 13-14 տարի արդեն։ Տերոնի 30 քան տարի մեր դարիք է Ես կարելի է ասել այս եթերների ընթացքում, ոչ թե կարելի ասել, այլ այսպես երկու երեխաների մայրիկ դարձա, այսինքն իմ կյանքում այսպես լուրջ փոփոխություններ է եղել զուգահեռ այս հեռուստաընկերությունում աշխատելու տարիներին, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Դուք միշտ առողջ եղեք, լավ եղեք։ Ձեր լավ լիները մեր ձեր գործընկերների, հա, այս իմ գործընկերների։ Բոլորիս։ Այո, ամեն ինչ կախված է ձեզանից։ Եղեք դուք լավ։ Այո։ Այսօրվա եթերը շարունակվում է։ Ես ուզում եմ ասել, որ մեր հեռուստաընկերությունը այսքան տարիներ ու շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև որ վերջի հեռուստացույցը ձեզնից որոշ մարդիկ արդեն տուն հեռուստացույց չունեն, անջատել են, գիտեմ, այս ինֆորմացիա ունեմ, էլի։ Երբ որ բոլորս մենք անջատեցինք, Որոնք փակի հեռուստաընկերություն։ Բայց դե նվաստում են մարդիկ։ Ինչալը նստածներից է, մարդիկա նվաստում են տունը չունեն հեռուստացույց։ Չունեն, բայց YouTube մեզ չեն նայում։ Մեզ չեն նայում։ Ու պատկերացնում ես։ Ու ուզում են որ հստատեսությունը կարանա դուք էլ աշխատեք։ Եվ ոնց կլինի եթե դուք եք նվաստում որ եւ լիքը մարդիկ կա, ոնց ասում եմ, ես այդպես հստատեսություն չեմ նայում, ինչ անենք, եթե բայց պետք է օգնենք, չէ՞ մենք իշքան գործ ենք արել։ Ես ուրախ եմ, ոնց է եղել որ այս տարիների ընթացքում պահել եք այս հեռուստաընկերությունը, որտեղ իսկապես դժվար է։ Եզակի դեպքերից է։ Հիմա այն ժամանակներում ենք ապրում, որ դա ինչ արած է, դա YouTube-ն է, ինտերնետն է, համացանցն է։ Գրում եմ այդ հեռուստատեսությունը ամեն ինչը գալիս է նրանից, որ այսօր նույնը ամերիկյանն է։ Պետք է աշխատենք ավելի շատ ինտերակտիվ անենք ամեն ինչը։ Այսինքն, երբ որ ինտերակտիվ ես անում եւ այդ չեն կարող գնալ այդ տեսակ բան այնքան լավ դանես, որ այդ տիպի հաղորդումները, որոնք YouTube-ն մարդիկ կապվեն ուզենան հեռուստատեսություն նայել։ Օրինակ, ես կարող եմ ամերիկյան հեռուստատեսության մեջ ոնց կարող է Voice-ը չնայեմ, American Idol-ը չնայեմ, Power շոուները չնայեմ եւ այդպիսի լիքը շոուներ կան ամերիկյան հեռուստաընկերություններով, որ ես նայում եմ, որովհետեւ դա չեմ կարող YouTube-ում, դա լինում պրզդում է, հաղթում է, հետո նոր գցում են YouTube, ես այդ պետք է նայեմ եւ մեր հեռուստաընկերության առավելությունն է որ ձեր առավոտված ծրագիրը չի կնում լրիվ նախքան հաղորդումը YouTube կամ լուրերը չի կնում YouTube, որ մարդիկ սպասեն, տեսնեն Էմային, Արդավազդին, Լիլիթին, Տերենիկին, Արուսագին, Չիբուխչյան Արմենին, մյուսներին, ասեն կամ չի կնում, մինչև հաղորդումը մեր մոտ չի կնում, մենք YouTube չենք տեղադրում։ Դրա համար պետք է հաղորդումը սարքել այնպես, որ մարդիկ ուզենան լրատվություն։ Այսօրով է լուրեր նայելու, եթե առավոտվանից ամբողջ ցանցերով սա Հայաստան արդեն 12 ժամ առաջ ամեն ինչ կա, բայց Տերենուկն ու Արուսագը, Լիլիթը, Չիբուխչյանը այնպես են կազմակերպում լուրերը, որ միևնույնն է, այդ քիմիան ուրիշ սև է կատարում, միևնույնն է, մարդիկ սպասում են, որ լսեն իրենցից, ոչ թե մտնեն YouTube-ից, հետո YouTube, որ ասում եք, ես այդ կայքերը, ես վստահ եմ, որ Տերենիկ Արուսագը կամ Լիլիթի կարտացածը կամ Չիբուխչյանը վերլուծությունը իրենք որ անում են, իրենք հավաստի տեղեկություններ են արել։ Իսկ այդ YouTube կայքեր, մայքերը ես չգիտեմ ով այնտեղ հավաստի, ով է ֆալշ, ով է արհեստական ինտելեկտով, ով ում փողն է առել որ խոսում է, մեկը իմանում ես Այն օլիգարխի փողերով է խոսում, այն մյուսը, Պարոն Ռոբերտ, որտեղ տարիների ընթացքում մեր հեռուստադիտողները համոզվեցին, որ այս մարդիկ ճիշտ են խոսում, ու այս մարդիկ անկեղծ են խոսում։ Դա մի տարվա չի, 10 տարվա չի, քանի տարվա է արդեն, էլի։ Ես կարծում եմ դրանից է կախված շատ մեր հաջողությունը։ Բիզնեսը մեր ընտանիքում 85 թվականից է սկսվել, 1985 թվականին, երբ որ առաջի հեռուստաընկերությունը Ֆրունզե եղբայրս բացեց 1985 թվականին ինչ ինտերնետ, ինչ հեռուստատեսություն, ոնց կարող է իր մատերիալներ ստանալ դրսից ու այդ Աղավարներ ստեղծել, վարակույր էր, չէ, որի ֆոնին տրադիցիան գալիս է Ալա Զախարովան, դեղտոսիմ հազար ու մի հայտնի արտիստներ Երյոմինը
Չէ, տերնիկ հիշում ես, Լարիսը Երեմինը սաղ տերնիկն էլ են թվերից ռադիոյի ֆրոնզի ստեղծած Վրեմյան հա ուղիղ հերարցակում էր բանից։ միակ մի քանի ժամ հետո։ սաղ աշխարհի Վրեմյան էստեղ Ամերիկան ուղիղ հերարցակում էր ֆրոնզը։ Ոնց էր արել, ոնց էր կապել։ Մեր ջերմ ողջունների դե պարոն Ֆրունզին էլ էս բանին, այո, դե շատ կարոտում ու սիրում Այնպես ենք։ որ ձեր շնորհիվ է, բոլորի շնորհիվ է, որ էս պահպանվում է, եւ ամենակարևորը նախ շնորհակալություն բոլոր հեստադիտողներին եւ ամենակարևորը մեր բոլոր հովանավորներին, Այո, գործընկերներին։ մեր բոլոր գործընկերներին, որոնք մինչեւ այսօր վստահում են եւ շարունակում են մեր հետ աշխատելը։ Դե չեմ կարող, նայեք, մենք այնքանով երջանիկ մարդ ենք, որ բոլորս էլ էլի այս բան երջանիկությունը որտեղ է։ Երջանիկ պայր շատ ենք ապրում, ինչից ելնելով, որ մերը համ բիզնես է, աշտավարձ ենք ստանում, փող ենք աշխատում, նվաստում է տան եւ միևնույն ժամանակ հայեցի գործունեություն ենք ծավալում, հայապապան գործ ենք անում եւ այսօր գիտեք ինքան է լինում որ ինձ հանդիպում են ասում են շատ տիպիկ մի անգամ որոշ քանտից մի հատ Բեյրութահայքին ինձ ասեց գիտեք մեր տունը իշքան ստիպում ենք որ երեխաները հայերեն խոսեն չէ ձեր թիմին որ քաշեցինք որոշ քանտով այնտեղ եւ միացրեցինք երեխեքը սկսեցին ոնց որ արունը ցկել գալ ուզենալ հայերեն մի բառ լսել երկ լսել բան ասում է գիտեք ինչ նվաստեցիք որ երեխեքը սկսեցին Հայերեն սովորել։ Ոչ միայն դրան, պարոն Ռոբերտ, ինձ թվում է դուք արդյունի միջոցով էլի հեռուստատեսության որակն եք բարձր պահել։ Բարձր եք պահել համերգները, որ կազմակերպում եք, ձեր ընտրությամբ թե ում բերեք, ում ներկայացնեք, ինչ անեք, որ ժողովրդի մոտ ինչ ճաշակ առաջանա։ 54 սատ ժողովրդական բան համերգ։ 54 սատ։ Նույն էլ հեռուստատեսություն։ Դա մենք գովազդով եթե կարելի ընդհատվենք, այդ մեր գործընկերներին չնեղացնենք։ Կարելի։ Բայց մենք բոլորը չերտար չէին նեղեն։ Չէ, պրոբլեմ չի։ այդ գովազդով ընդհատվենք, վերադառնանք։ Արի, գնարի, միացի։ Այսօր Կարող է խփեն բոլոր բաժակները, որ դու էլ ունենաս։ Եթերա։ Հենց որ մենք շարունակում ենք մնալ, այսպես բոլորով միասին տաղավարում։ Դե գնանք նոր տարի այսօր ասում։ Ուտելիքն էլ բերեք, մի անգամից նստենք։ Հա, ինչալոց թող երեգոհան շոուներ մարդիկ չնեղնան, որտեղ սա առատվա էքսպրոմտ գործ է։ Այո, այո։ Օհա, ճիշտ։ Ունենք Աշոտ Ղազարյան, Չիբուկ ջան, Արփին, ես չգիտեմ էլ։ Քանի որ ARTN-ի դռները մենք ենք բացում, պարոն Ռոբերտ։ Բոլորը մեր ժողովուրդը, որոնք սել շարունակվելու է հետո հաղորդումները։ Այո։ Սա առավոտվա կոլեկտիվ։ Առաջին հաղորդումով Սա լայվ հաղորդում է, այնպես որ։ Այս բան գովազդ։ Գովազդ Level ռեստորան եւ լաունջին շնորհակալություն հայտնենք, այնտեղ ձեր տարեդարձները կամ միջոցառումները Էլի մեր 35 տարվա գործընկերն ունգեր Արսենը, Level ռեստորանը։ Մեր մոտ միշտ կա ինքը։ Բոլորը գալիս ու գնում են իրենք Ինքը միշտ կան։ վերածել է։ Ինչի համար մենք շատ ուրախ ենք հարցերի դեպքում կարող եք զանգարել նշված հեռախոսահամարով հարգելի հեռուստադիտողներ, այս բան կարճատև գովազդով ընդհատվենք ու վերադառնանք։ Մնացեք մեզ հետ։ Խորհրդային Հայաստանի ամենաանձնակահարույց կողոպուտը։ Հանդգնություն, որը թեղեց ճակատագրեր։ Հարցեր, որոնք մնացին անպատասխան։ Անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին։ Հետապնդում, գաղտնիքներ։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, մեր տրամադրությունը շատ բարձր է ու շատ այսպես գեղեցիկ առիթով, որովհետև մեր հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն պարոն Ռոբերտ Օխլախչյանի ծննդյան տարեդարձն է այսօր։ Պարոն Ռոբերտ, դեպ տարիքն ասում ենք։ Ասա, ռիսկով ասա։ Հրաշալի 70 տարիներ նա այսպես ապրում է, արարում է մեր հայ համայնքի համար հետաքրքիր հաղորդումներ ստեղծելով ու ամենադժվարին պահերին թվում է թե շատ հեռուստաալիքներ փակվեցին, շատ հեռուստահաղորդումներ այլևս չկան, բայց պարոն Ռոբերտը փորձում է իր համայնքի համար միշտ անել լավագույնս եւ իհարկե մեզ համար նույնպես։ Պարոն Ռոբերտ, կրկին բարի տարեդարձ, շնորհավորում ենք ձեզ։
Պասիվները խոսում։ Խոսեք, ակտիվացեք։ Պասիվները։ Առավոտյան ծրագրի հերթն է, այսօր Դուք եք այդ հաղորդման մի մաս կազմում։ Իհարկե մենք շատ ուրախ ենք, որ նաև այստեղ ենք այսօր ձեր տաղավարում ենք հյուրընկալվում, իհարկե շատ լավ է եւ պարոն Օղլաղչյանի հետ, որովհետեւ այդպիսի օր է, ծննդյան տարեդարձ հոբելյանական 70, շնորհավոր։ Մերսի։ Եվ իսկապես շատ են ձեզ երևի այս օրերին ասել, բայց ես էլ կուզեմ կրկնել, դուք Հայաստանից եք սկսել այս ամեն ինչը, եւ եթե կարելի է ասել, եթե հիմա 70, ապա առնվազն 45 տարվա բուրըն աշխատանքային գործունեության առնվազն ես հաշվում եմ համալսարանից հետո գործունեության փորձ ունեք եւ առաջին տարվանից աշխատանքի միշտ ճանաչել են 78 թվից։ Դե 45 ես ձեզ 25 տարի եմ հաշվում 78 թվից։ 22 Ես հարց ունեմ, որ վաղուց ուզում էի տալ։ Դուք կրթությամբ մաթեմատիկոս, աշխատել եք մաթեմատիկայի դասախոս եք աշխատել, ավարտելուց հետո, կոչում էլ ունեք, եթե չեմ սխալվում։ Գիտական, այո։ Գիտական։ Ոնց եղավ, որ հեռուստատեսությունում ձեր բանը շարունակվեց կարիերան, պես ասենք։ Ձեր մեղավորություն։ Դուք եք մեղավոր։ Դուք եք մեղավոր։ Նայեք, ես ընտանեկան բիզնես էր Ամերիկայում։ Դե եղբայրս Ֆրունզը 78 թվից Ամերիկայի Միացյալ Նահանգներ է, 1978 թվականից։ Դե ինքը այստեղ եւ ռուսական TV եւ հայկական ռադիո 50 տարի առաջ ստեղծել է։ Դե դու էլ լավ գիտես, դու 90-ական թվականների սկզբին դու էլ ես եղել ռադիոյի մասնիկ, դու էր Արշալուս Տարպինյան, Նունե Ավետիսյան, Մարիկա, ես լավ հիշում եմ։ Թվերին շատ էին գալիս։ Չկա, TV համար հասկացողություն չկար։ Անգլերեն չգիտեին։ Ուրեմն Ֆրունզը Ռոբերտի եղբայրը բան էր արել, մի հատ ռադիո փոքրիկ, ուրեմն այդ ռադիոն գնում էիր ու ամսեկան էր տալիս։ Չկար սկզբից ասում։ Մենակ ռադիոն $80 ամսեկանը 5 տարի հետո էր։ Հա, տենց։ Անվճար էր։ Ուրեմն Մենակ ռադիոն գնում էր։ անգլերեն չիմացողներ այդ ռադիոն իրիկունը դնում էին ու ընդ որում ես մեկը ամեն օր թարգմանում էինք նորություններ անգլերենից, կինո եւ բաներ, սերիալներ։ Ամբողջ է։ Չապատկերացրին ժողովուրդը։ Ռադիոն առնում էր, դնում էր TV կողքը։ Հայկական TV չէր նայում, CBCN էր նայում, CBS էր նայում եւ դերոն CBS-ի ձայնը փակում էին, սինխրոն թարգմանում էր։ Առավոտները Oymal Children, General Hospital, շոուները Warner նաեւ, Warner թարգմանում։ Բայց այդ շատ լուրջ աշխատանք է։ Լայվ նստած դու Oymal Children-ը հայերենով նայում ես։ Այդ ժամանակ Քիմ Քարդաշյանի հերը Ռոբերտը լոերներ բանի O.J. Simpson-ի դադավարությունը դա շոու էր դադավարությունը թարգմանվում էր ուղիղ եթերում դադավարությունը գնում էր շատ ուժեղ ա եղել 40 տարի առաջ դադավարությունը գնում էր TV-ից ենը բարձ իջացնում են դեղից հայտնում էր ռադիոն այժմ գցեք 7-րդ չանալը գցեք 5-րդ չանալը 3-րդ չանալը բա էս է ռադիոյի անգամ հիմա sense բաներ չկա չէ այդպես նորամուծություններ վերջում է կինո էր թարգմանվում կերստական կինո չանալով գնում է բանի ռադիոների վաճառքը դադարեցվել հիմա պետք է վերսկսվի նորից որից հետո արդեն հետո հեռուստատեսությունները որ եկան այդ ռադիոյի բանը սկսեց կորելը իսկ սա որոշ ռադիոներ կա հայտարարում են առաջին ռադիոն Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին ռադիոն եղել է 89 թվականին ես հիշում եմ 3-րդ ամյակն էր ռադիոյի տեխնիկներ ես Ռոբերտ Մավիսակալյանը ողորմածիկ Խերանյան Տերասանելի եւ ամուսինը Տիգրան Ներսյան նոր ամուսնացել էին Տիգրան ունելի Թրանք եկանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ռադիոյի 3 ամյակին եւ վարեցին Նելին ու Տիգրանը նոր ռադիոյի 3-րդ ամյակն էր խոսում եմ 30 ինչ 35 տարի առաջ էր 5 ֆիլմերը որ սկզբից թարգմանում էի
փորձում էի հնարավորինս ճշգրիտ թարգմանել ինչ է ասում, հա։ Հետո մենք երկու հասկացավ իրաց հետ շատ չի դա։ Էս աղջիկը ասում է, Սիրած ասեցեք, ժողովուրդը ասում է։ ու շատ ավելի։ Բայց դա ավելի հետաքրքիր կլիներ։ Հա, տերոյի հասցատակներ էի անում բան։ Հետո որ ես եկա Ամերիկա ֆրոզեր բացել էին աշխարհի շուրջ ամսագիրը, ու ես վերցրի աշխարհի շուրջ ամսագիրը ու 18 տարի հրադարագեցի։ 18 տարի 150 համար ամեն ամիս այդ ամսագիրը հրադարագվել է, ոնց որ people, հայերեն people ելներ։ 18 տարի հետո սկսեցինք ռադիոյով գովազդներ աշխարհի։ Բայց այն ժամանակ գովազդները ոնց էր։ Այսինքն մարդիկ վստահում էին։ Ավելի շատ։ Հա։ Այն ժամանակ ավելի շատ էր ռադիոյի ռեկլամները, քան հիմա։ Որտեղ մրցակցություն էլ չկար։ Որտեղ չկար, կոմպետիշն չկար։ Այդ մի ռադիոներ, ուրիշ բան չկար։ Սակի Բուրադյանը TV ուներ, բայց 24 ժամ չէր, ամեն շաբաթ կիրակի ժամը առավոտյան 10-ին էր, ինչ էր, մի ժամ։ Կարծեմ, հա, մի ժամ էր, ու սաղ բաները Բաստուրմա ռեկլամ, սուջուղ ռեկլամ, հիշում եմ ես հերոստաժամ ասում էին ոնց որ չէ, հիմա էլ ասում են հերոստաժամ, Հայժամ, հա, ճիշտ։ Հա, դա համար հետո էլ որ եկանք տեսանք ժամեր են վերցնում, կարողացանք այդ ժամանակ ամեն մարդ Հայաստանի մեր ժողովուրդը ամեն մարդ մի ժամ ուներ։ Օրմազի Գագիկ Խոջասարյանը մի ժամ ուներ, Պետրոս Սարգսյանը մեր մի ժամ ուներ, Ռուբեն Քոչարը մի ժամ ուներ, ես մի ժամ ունեի, մի ժամ Մի հատ էլ Բերութա հայ տղակար մահացավ ջահել Ռոբերտ, ինչ էր անունը, էլի ժամ ուներ։ Հա, ժամ Նարգիզյան։ Նարգիզյան, հա։ Բանի ամուսինն էր, մեր երգչուհան, հայ երգչուհներից, ամուսինն էր, մի խոսքով ինքը մահացավ, սա մի ժամ ունեի։ Ու չարտերը գիտեք ինչ էր հրաշքը, որ այն վաղ սպեկտրում չկար։ Սա ամեն մեկը մի հատ բան ունեին, քեյբլներ էր, 40 հատ քեյբլ էր Լոս Անջելեսում։ Չարտեր, Time Warner, Media One, Century, սա քեյբլներ էր, Glendale-ն է երկու հրեաներ։ Եկան Glendale-ի channel առան, Glenox Sonora անգնում Ես մեր կոկոնենց կաբինետի չափ տարածում վարձեցին, ներև մի 3 մետրի, 2 մետրի վրա, մի հատ ապարատուրա տրին, սենք չարտերի չանալ առնում էին $1000 այն ժամանակ։ բոլորին վաճառում։ Սա մեր վրա ծախում էին։ Ամսը մի 10-15 Մեծ հազար կտորով առնում, կտոր ծախմուսոր քեյքը։ Լրիվ չանալ առել, մի ժամ ես վերցրի, մի ժամ Գագիկ Խոջասարյանը, մի ժամ սենք Տերենիգը, մի ժամ Սասուն Պասկևիչյան դեր ստեղ ժամ ուներ Սասունը, լիքը կայինք սենց, էլի։ Հետո ես հասկացա, որ արա ես, ինչի մենք չենք կարա ես անենք որ։ Ու ես դիմեցի, վերցրեցի 31-րդ basic channel-ը, ու ես սաղ կամաց channel տերը, ես տեղավորվան սրանք բոլորը մեկ-մեկ այդ ժամերի մեջ, ու սենց ստեղծվավ TV-ն։ Հետո հեռուստաընկերությունը, հետո մի քանի տարի եղավ, հետո շոուներ արդեն ինքնուրույն շոուներ ես սկսեցի, Գրիշ Աղախանյան, Բարախորժակ ծրագիր, մեր լուրերը վարում էին Գագիկ Խոջասարյան, Պետրոս Սարգսյան, երկու աղջիկներով, 4 հոգով, երկու մեկն էին, երկու մյուսն էին, այդտեղ եկավ Թակուի Վարդանյան շոուներ, Նունե Ավդիսյանը ամեն շաբաթ, Կիրակի Բարև ծրագիրը, եւ մենք միասին այդ channel-ը կայացրեցինք եւ դարձավ հայկական հեռուստաընկերություն, հետո միակ հեռուստաընկերություններ, որ 100% տերը մի մարդ էր։ Այդ մերն էր, որովհետեւ հետո հեռուստաընկերություն բացվավ Իրանահայ ների համար, կեսը Ռուբինաներ, տնօրենը Ռուբինա շոուներ, Ջամը, կեսը High Vision-ներ, հետո բացեց AMJ, կեսը Նարգիզյան Վարդգեզներ, կեսը Էձիկներ, կիսվում էին սաղ channel, միակ ժամը, որ 31 channel-ը մերն էր, մենք էինք և բոլոր համանքի լավագույն արվեստագետները հավաքվել էին
այդ չանալը, որ այդպես չանալը զդվեցին, հետո մարդիկամ դածեցին, կարել է արդեն օլախչա Ռոբերտ դանում է, ինքնով է, մենք էլ կարանք անենք, դուս էին գալիս գնում էին, պրավալ չէին կանում բացենային, պրավալ սաս կոպոխությունները եղավ, ես մնացի մինչև հմից էր այդ միասին շատ շատերը Մենք էլ շատ ուրախ ենք այդ կապակցությամբ։ Հաջան։ Ջան, շատ շնորհակալ եմ նախ որ ձեր թիմում եմ, ձեզ հետ եմ աշխատում, շնորհավորում եմ, ես շատ ուրախ եմ, շատ հանգիստ եմ, այսպես եւ շատ բարձր տրամադրությամբ եմ ամեն օր գալիս։ Մաղթանքի ժամանակ երբ մտակ ստուդիա այսպես անակնկալով, ձեզ շնորհավորեցինք, ձեր երազանքներից հարցրեցինք, մաղթանքներ, այս ամեն ինչը լսեցի, ոնց որ մի ֆիլմ լիներ, ձեր կյանքը ֆիլմ է։ Եվ մենք բոլորս մի փոքրիկ այսպես էպիզոդում դրվագ ենք։ Բայց այնտեղ դուք ասացիք, որ այլ երազանք չունեմ, մի տեսակ չեմ հավատում։ Ուզում եմ հասկանալ հետո։ Չէ, որ ասիք ինչ երազանք ունեմ, ասի բոլոր երազանքներս կատարվել է։ Եվ ուզում եմ, որ այդ երազանքները շարունակվի։ Ոչ թե երազանք չկա։ Դրանք նպատակներ են։ Մարդը եթե երազանք նպատակ չունենա եւ էլ չի ապրում։ Բա, այ մի քիչ կասեք, որովհետեւ մեզ համար էլ է կարեւոր ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ։ Սպասելիքները Աշխատավարձի բարձրացում բաներ։ Տղաներին գիտես ինչ եմ արել, այ տղաներին ասել եմ ով ծխել է թողնի, աշխատավարձը $200-ով ավելացնի։ Կարակ թողնի, սաղին եմ ասել։ Տանջվում են այնտեղ Հարութը, Ռոբիկը, Տերենիկը, Կոկորը, սաղ ծխում են, ասեմ ով ծխի, իսկ աչիներին ով սկի ծխել է $200 ավելաց։ Դες պարասը որ չի լել։ Դե նպատակները բոլորը ստույնն էլի, դի կարող ասենք ավելի ակտիվացնենք, ես քանի անգամ Տերենիկն արի տեղել ասում են ինչ անենք, ոնց անենք, ասում եմ ստեղծեք ժամեր ստեղծեք, ինտերակտիվ, հրավիրեք մարդիկ, որ իրանք չդենան դաժե նույնիսկ ինչի մասնեք խոսում, նստեք հետո խոսեք, բացահայտեք, այսօր սաղ ազգը քաղաքականացվել է, սաղդարիտները սև ու սպիտակ սեռու կանաչ ու կարմիր են վերածվել, բերեք չեմ հասկանում ով նամանավանդ Հայաստանում ստեղել է արդեն այդ համայնակադարում։ Բերեք իրականությունը լայվ ներկայացրեք, բերեք իրականությունը կանչեք հլը, կանչեք մի հատ դաշնակի, մի հատ ռամկավարի, մի հատ հնչակի կանչեք 3-2-ին իրար, ասեք հլը լավ ես 100 տարի իրարից ինչ եք ուզում, ինչ եք խոսում, ներկայացրեք իրականը, թող վիճեն բացատրեն, ժողովուրդը թող են գալի, որն է ճիշտը, որը ճիշտը չի, կամ ում ընտրեմ, ժողովուրդ բերեք ներկայացրեք, բերեք ասեք, ոչ թե թելադրեք մարդկանց, ոչ թե պետք է մարդկանց քո կարծիքը փաթաթես ժողովրդի վզին, այլ պետք է ժողովրդի ներկայացնես, որն է իրականությունը, այս դեպքում սա կլինի, այս դեպքում սա կլինի, այս դեպքում այսպես է լինելու, դա իմ կարծիքն ես ասում ես, ասում ես իմ կարծիքով սենց է, ուզում եք, որ մենք դառնանք Ռուսաստանում ինչ է, պրովինցիա, ինչ է, ինչ է, գուբերնիա եք ուզում դառնալ, բերեք ընձել համազգոր գուբերնիան, ճիշտ ես է կվիարգեմ այդ ռուսամետ մարդկանց, եթե ուզում եք անկախ լինենք, ասեք ով եք ուզում, ես էլ կվիարգեմ, ամեն մարդու ճիշտ բացատրություններ է պետք տալ, որ մարդիկ ոչ թե Այն չեմ խոսում են թափտպուկների մասին, որ փող դառնում գնում են իրանք սկզբունքի դաժե դեմ կարող երթան քվեարկեն, ինչ եմ $50 կամ $100 տարի փող են տվել։ Դա անսկզբունքային մարդիկ են, իմ համար այդ մարդիկ թուրքից պետար են։ Կներեք, ես շատ կոպիտ եմ արտադրվում, իմ կարծիքով մարդը եթե իր ընտրելու համար առաջ իրավունքը կարող է փողով ծախի, ամեն ինչ կարող են առնել, ծախել, բան, քիչ փողով չէ, շատ փողով ամեն ինչ կարող ծախել, բայց քո հոգեգան ներսի, բայց կարող ես դու ծախես քո կարծիքը։ Դա չունեն էլի ուրեմն։ Դե ուրեմն դա մարդիկ չեն, իմ ազնական կարծիքն է դա։ Գովազդ մեր եթերում այս պահին եւս մեկ անգամ։ Շատ խորը։ Բախեցավ։ Այս պահին գովազդով ընդհատվենք, ունենք լավ գործընկեր, MAJ։ Ասեցինք, չասեցինք։ MAJ գրուպին շնորհակալություն հայտնենք, նրանք կօգնեն ձեզ ստանալ բոլոր այն նպաստները, որոնք պետական նպաստները, այո։ Պետական նպաստները, որոնք դες իհարկե հասնում է պետական ծրագրի շրջանակներում։ Ցանկարիք գիտես, չէ, այնքան բաներ կա, որ մարդիկ կուրսի չեն։ Այո, տեղյակ չեն։ Այդ էինք խոսում էլի երեք, հա։ Լիքը մարդիկ,
Facebook-երով խապեություն է գալիս, վայ, խփի էստեղ, խփի այնտեղ, դու ես կամ փող ունես, բանկում դու ես 20-ի ինչ խապեություն ես գալիս է։ Բայց այս մարդիկ փաստորեն օրինական զանգ կան վճարը, զանգեր ասեն թե մեզ հասանելի ինչ կա։ Մարդկան օրինակ չգիտեն։ Ես օրինակ իմ տան վրա վերցնում, էլի, կինս թոշակի էր, թղթեր էր ժամանակին, որ լրացնում էինք, այնտեղ ասում է, եթե քո թոշակը, քո ամուսնու խոսքի օրինակ ամուսնու ստացած թոշակի կեսից քիչ ելնում, դու կարող ես ստանալ քո ամուսնու թոշակի կեսը։ Ազգի 90%-ը չդի։ Մենք կարաս չիմանաս, էլի։ Հա, օրինակ, եթե ասենք իմ թոշակի 5000 է, տարիքային աշխատանքային թոշակի մասը ժողով, social թոշակների մասին չի, թոշակի իսկական թոշակի մասն է։ Եթե իմ թոշակը օրինակ 5000 է, կինս քիչ աշխատի ենթադրենք, եւ իր թոշակը կազմում է 2100, ինքը կարա ստանա 2500։ Այսինքն իմ թոշակի կեսը։ 90%-ը ժողովրդի դիշ։ Ես չգիտեի, առաջ անգամ ձեզ այն եմ լիքը մարդիկ չգիտեն, այսինքն այս մարդիկ էս MHA որ ասում եք։ MHA, այո։ Հիմնական է բիզնեսներն են, որ դուք ամեն ինչը տվեք, հացը տվեք, հաստուխը տվեք։ Այո։ Ամեն ինչ արեք ճիշտ ճանապարհով, օրինակ եթե կապ տվեք, մարդկանց հետ կարող ասեն, դուք այս ճանապարհով կարող եք pedagogan նպաստ ստանալ, դուք կարող եք թոշակ SF ստանալ։ Դրա համար ես Ամերիկան էս սիրում եմ այս երկիրը, էլի ամեն նրբությունները կա։ Հաշվի առնված է։ Տարիքավոր թոշակա, տարիքավոր մարդիկ կան, որ եթե տուն են առնում, property tax-ը վճարում են տան ամենահին գնով։ Հազարում է այսպիսի օրենքն է դու լավ։ Լիլիթ Ասլանյան դիմեք եթե գա։ Հա, եթե տուն եք ուզում առնել, այո, Լիլիթ Ասլանյան։ Հաց եք ուզում ուտեք եք։ Հաց եք ուզում ուտեք եք։ Նորություն եք ուզում։ Նորություն, այ սերը փողոց չէ, իրաց փող։ Դե ինչ գովազդով ընդհատվենք այս պահին, կվերադառնանք Այ եթե գովազդը կուզում դիմեք տերոյի, արսագին էլ եղավ։ Համեցեք։ Ահա, տերո ջան։ Գովազդ։ Խորհրդային Հայաստանի ամենաաղմկահարույց կողոպուտը։ Հանդգնություն, որը թեղեց ճակատագրեր։ Հարցեր, որոնք մնացին անպատասխան։ Անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին։ Հետապնդում, գաղտնիքներ։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր տոնական եթերը շարունակվում է, ավարտվում է, չէ, դա շարունակվում է, բայց այս պահին վերադարձել ենք ամփոփելու նպատակով, այսպես ասած, դες հրաժեշտ տալու նպատակով։ Դե ինչ, հարգելի գոլեգաներ, երևի թե այսպես հերթով յուրաքանչյուրը Դերենիկն էլ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց։ Ձեր մաղթանք այսպես ամփոփիչ եկեք ասենք մեր շատ սիրելի ու շատ հարգելի պարոն Ռոբերտին։ Դերենիկ, սկսենք ձեզանից։ Հրաժեշտ ենք տալիս։ Արուսյակը։ Ես մի հատ բան եմ ցանկանում ձեզ։ Մենակ առողջություն, պարոն Օվարչյան։ Մնացածը ինչ որ կա արել։ Բարձր տրամադրություն, պարոն Ռոբերտ։ Միշտ։ Բոլորիս, եմա լուփելացն։ Շնորհակալություն։ Լավ է ստացվում։ Պայծառ միտք։ Այո, առողջություն։ Պայծառ արթուն միտք։ Իսկապես առողջ եղեք եւ որ մենք էլ միշտ ձեզ հետ լինենք։ Ինչքան կարող ենք, ինչքան մեր տարիքը կների դուք միշտ կարող եք։ Իսկ մենք Մենք էլ ձեզ նայելով ենք նայում ու կարողանում։ Կլինենք։ Որքանով կկարողանանք օգնել, դուք եք որոշում իհարկե, բայց սրտանց գոնե ես հաստատ սրտանց պատրաստ եմ միշտ օգտակար լինել հեռուստաընկերությանը, պարոն Ռոբերտի նախաձեռնած յուրաքանչյուր գործի։ Այո։ Ինձ կամից համար շատ կարևոր է այս պարոն Ռոբերտ, որ դուք միշտ բացեք նոր ծրագրերի համար, էլի։ Ցանկացած հարցով, եթե մեկ ինչ որ գաղափար մտնում է ձեզ մոտ, դուք գոնե կլսեք, կմտածեք ու պատրաստ եք, էլի, կարծես դուք եք ծառավ նոր բաներ, ես դա շատ ուրախացնում է, դա նշանակում է, որ մենք միշտ առաջ կարող ենք գնալ, միշտ նոր գաղափարներ կարող ենք բանանել։ Եթե չլինի առաջընթաց, արդեն այո, ճահճանում առաջընթաց չի լինի, էլի։ Ժողովուրդ ջան, նորից շնորհակալություն մեր կոլեկտիվին, մեծ կոլեկտիվին։ Գիտեք, այն օրը պարգած ծնունդիս գիշերը պարգած չեք պատկերացնում։ Հաշվում էի այսօր
իշքան մարդու աշխատավարձ ենք տալիս։ Ոտ հասել է 370-ի թե 400-ի։ Պարզվում է այս կինոների ստեղած տղարանումները, Երևանի production-ները, սաղ մենք production, Աշոտեր Մատոսյան production, Նոր Հայաստանը, Artflix-ը, այստեղ անցավ լավ թվերը պարզում է որ այդքան լուրջ թիվ է էլի հասկանում մարդը նստած նայում ասում է ինչ որ մի հատ կինո է էլի բայց պարզում է հələ վերջում թիտրները կարտացեք իշքան մարդ է այո կինոների վրա աշխատում մարդկանց կեսին չես ճանաչում հնչյունային ռեժիսորներ էդիտինգ եսին soundtrack Հիմա հարդարողներ հայդարագություն այդքան մարդ փաստորեն աշխատում է եւ Ես ով եմ որ այդ կամ մարդու կարողանայի ղեկավարը փաստորեն ստացվում է որ մենք ամենտեղ ճիշտ մարդիկ է դրված եւ ընդհանուր դու մենակ կառավարում ես բայց իրանք ճիշտ են ղեկավարում էլի որ ես մենակ իրենց հետ գործ ունեմ ոչ մեկը չի եղել որ ասենք այն հասարակ միկրոֆոն բռնող կինոյի մեջ Երևանում կարող չէ ռոջիկ ստաներ զանգերասեր պարոն Օլաղջան գրվում է գլխավոր պրոդյուսերը դուք եք ես ռոջիկ չեմ ստաց այդ ձև լրիվ իմ խմբերը այդ ձև են աշխատում որ կազմակերպված այսինքն մարդը կինոն չի վերջացել նկարում եք աշխատավարձը ստանում է ասկեն արդեն ստանում է ոչ թե կինո նկարեն բրզնեն հետո 3 ամիս ընկնի մտածի թե Այդ մի բան է չէ, այդ մենք բոլորս կարող ենք փաստել ժամ առաջ մեր աշխատավարձերը այս 10 քանի Շատ ներողություն, չի օր չոր ժամ։ Օր է։ Ժամ առաջ։ Դե այդպես խոսք կա, չէ, ժամ առաջ դրա համար, այո։ Եղբոր մասին, Ֆրուզիկի մասին եմ խոսում Օգլաղջյան, այդ թարգմանության ժամանակ ես իմ օրը 11-ին էր ավարտվում աշխատանքային, ու այդ աշխատավարձ ստանալու օրը որ գնում էի ծրարը այնտեղ դրած էր արդեն որտեղ փակետ բանալով էի բացում մի օր գնացի ծրարը չկար դե ասի մա մի բան մոռացել ենք անբան մեկ էլ զանգեց Ֆրուզիկը ասում է ծրարը մոռացել լավ ասեցի վաղը գալու եմ բան չի ասեց վեր կացավ մեքենայով այդ ժամին եկավ ասեց չեմ քնի գիշերը ծրարը տվեց ու գնաց սա իմ հետ անձամբ ա եղել էլ այնպես որ այդ հարցում դուք պետք է հանգիստ քնեք պարոն ես ասեմ այդ գալիս է նորից կրկնում եմ Հորս դաստիարակություն ենք, մենք եղբայրներ սաղն այդ ձև ենք և երեխեքիս էլ եմ ես այդ ձև դաստիարակում, թորնիկն, իմ ճալուց 3-2 թորնիկ տեսել շախմատի չեմպիոն են տարել ես ու արդեն բանի գծով, ամբողջ Ամերիկայի գծով, դեղ ինչի մրցույթ եղել 800 հոգի մարդ է Արմեն ունեցավ, 800 աշակերտ է մասնակցել Արմենի մոտ են տարապում։ Բրավո, շնորհավորում ենք։ Թորնես նվեր արեցին ինձ։ Չգիտեմ, գիտեք թե չէ Արմենը, չէ, Համբարձումյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր Ռաֆայել Վանյանի խորտա Ռաֆայել Վանյանի խորտատուն եղել, Սմբատ Լպուցյանի խորտատուն եղել։ Դա տենց պապիկ ունեն, ոնց կարող են չգրանցել հաղթանակների իհարկե։ Թերս մի բան էր ասում էլ, ու ես էլ սաղին ասում եմ, կոլեկտիվի շատ անդամներն էլ լսել են, կյանքում, եթե ուզում եք հասնեք հաջողության, կյանքում երկու բան է պետք։ Միշտ ասել եմ, աշխատասիրություն եւ ազնվություն։ Եթե այս երկու բանը ունենաք, աշխարհի վրա բոլորն է ծնվում են նույն Աստծո բանով ծնվում են նույնն էլ ժամանակի դասքում պետք է աշխատասիրություն շատ փող, քիչ փող, լրիվ հարաբերակ են իմաստը, եթե հանգիստ քնում ես ունեն դու ամենահարուստ, ամենաերջանիկ մարդն ես։ Թե չէ ում է պետք ասում է հարստություն ունեին, առողջություն ունեին, բայց հաջողություն չունեին։ Չի ասում Չերչիլը Տիտանիկի վրա ինչքան մարդ կար։ Հարուստ, բայց հաջողություն չունեին։ Փողն էլ ունեին, առողջություն ունեին, դրա համար բոլորիս եկեք հաջողություն մաղթենք։ Մեր է արդենին հաջողություն, մեր բռնած բոլոր գործերին հաջողություն, Artflix, ռադիո, Նոր Հայաստան, հիմի նոր կինո ենք Երևանում նկար արդեն ցուցադրում է Լուսե, նկար այդ Ղարաբաղյան պատերազմի Թավաջան գեներալների մասին է Լուսեն, հիմի նկարվում է Երևանում նոր հաշվարտար կինոն, այստեղ նկարվում է շատ լուրջ կինո ենք այստեղ նկարում Այսօր վաղը վերջացնում ենք նկարահանումները եւ հունիսի վերջին արդեն կլինի մեզանից մեկը նվիրված է
Լոս Անջելեսում թմրամոլության դեմ առնելու երիտասարդների, թե ինչպես շատ ծնողներ, գիտենալով երեխեքը թմրամոլ են, ամաչում են, հարևան, բարեկամ, չեն ցեն հանում, այս սրա վերաբերյալ է սերիալը, Արուսագը շատ լավ գիտի, որովհետև Զորիկ Տեր Կասպարենցը Ծրագիր է աշխատում, գրում, արագ է գրում, Արուսագը խմպագրում է եւ այլն, եւ լավ 16 սերիան կարտացել է գիտի, այնպես որ այս շուտով Տեղի վրա եք աշխատում։ այնպես որ շուտով այս ամեն ինչը Այնքան բան կա որ շուտով լնելու Հետո Այո, թող միշտ այդպես լինի։ Բայց դուք էլ մտածեք, փոփոխությունը լինի ձեր ժամը, փոփոխությունը լինի, այսինքն կար Արտոն ընդեղ նստեման ընդեղ։ Դու չի տալիս, իրա բազմոցը չի տալիս։ Փոփոխություն, կա լուրերով էլ էման դերենիգա Արուսյագը դե չիբուխչան ինչ ասենք, ինք իրա վերլուծումն է փոփոխություն Լիլիթն է կարող է կատարելագործի մեջը մտցնի նաև միասին քննարկեք ուրիշ ծևի Մուհամեդյան Ինչու ոչ։ Որտեւ ամեն օր տրամպարիտ տալիս է էլի խոսելու Նորությունների ժողովիդ է։ Մենակ բենզինը խնդրում եմ չհասցնես $10 Սարսափելի է, արդեն $7 Երեք միտեղ 7.25 տեսա Չի տեսել Լոս Անջելեսում Համար հեռու ենք 7.25 Հոլիվուդում տեսած շշմա Ասում են իշնում է 7.25 Դե լավ, շատ շնորհակալություն ժողովուրդ, որ նայեցիք, չծանձրացաք, ամեն տարիցանուտից սրանց հետո կալու եմ։ Կես սովորացրին արդեն։ Դեր շնորհավոր։ Հարգելի ուսանողներ, շնորհավոր պարոն Ռոբերտ։ Շնորհավոր։ Շնորհակալություն ձեզ, մեր կոլեկտիվի բացակայ անդամներին եւ շնորհակալություն մեր բոլոր հովանավորներին եւ հեռուստադիտողներին։ Այո, մենք այսօրվա համար այսքանն էինք պատրաստել, հարգելի հեռուստադիտողներ, շատ էքսպրոմպտ եթերը։ Ձեր նորությունները արդեն 3-30 կամ երեկոյան, այո, Տերենիկ ջան։ Բայց կա նոր։ Կա, Մենք կհանդիպենք վաղը հարգելի հեռուստադիտողներ ու նաև շնորհավորում ենք մեր բոլոր են հեռուստադիտողներին, ովքեր ծնվել են հենց այսօր, ձեր ծննդյան տարեդարձն շնորհավոր թող որ լինի։ Կհանդիպենք վաղը, լավ եղեք, ցտեսություն։ Լավ Ցտեսություն։ Գնացինք, հաջողություն։